դա այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջան Ալիևը կոնկրետ ավելի շատ ուզում է ցույց տալ ինչ-որ մեկին, որ ինքը այսպես պատրաստվում է էսկալացիայի Հայաստանի դեմ, քանց իրականում պատրաստվում է իրական ինչ-որ լայնածավալ ռազմական գործողությունների, ոնց որ կարող է տպավորություն ստեղծվել, հա։ Նույնիսկ վիճակագրական տվյալներ էր բերում կայքերից մեկը, ըստ որի երբ որ այսպիսի մեծ թիվ է ունեցել ապատեղեկատվությունը սահմաններին իբր Հայաստանի կողմից արձակած գրակոչների մասին, դրան հետևել է ինչ-որ ագրեսիվ գործողություններ, օրինակ էր բերվում 22 թվականը, 23 թվականը, հա, սեպտեմբերների հենց էսկալացիաները։ Բայց այս դեպքում տպավորությունն եմ, որ սա ավելի շատ արհեստական է եղված է Ռուսաստանին, ցույց տալու, որ մենք մեր պարտավորությունների մեր մասը ձեր հանդեպ փորձում ենք կատարել, իսկ այդ պարտավորությունը ոնց հասկանում ենք ուղղված է նրան, որ Ադրբեջանը ստացավ Արցախը եւ թույլ տրվեց էթնիկ զտում ռուս, այսպես կոչված խաղապահների ներկայությամբ հայերի էթնիկ զտումը թույլ տվեց Ռուսաստանը Պուտինը մի պայմանով, որ Ադրբեջանը դրա դիմաց պետք է ապահովի ռուսական շահերի նաև սպասարկումը Հայաստանում, բուն Հայաստանում կամ ռազմական գործողությունների միջոցով կամ այնպիսի ճնշումների, որը կբերի նրան, որ Հայաստանը կզիջի Ռուսաստանի այդ բաղձալի իրենց ՖՍԲ-ի զորքերի կանգնելը ճանապարհի վրա, որը պետք է անցնի Սյունիքով, այո։ Հիմա Ադրբեջանը պարբերաբար այսպես կամ փորձում է ցույց տալ, որ ինքը փորձում է կամ ցույց է տալիս, որ փորձում է իրականացնել այդ պարտավորությունը, կամ այսպես խռովացի դերում չափազանցնելով ինչ-որ մի դրվագ ռուս-ադրբեջանական հարաբերություններում պաուզա է վերցնում, հա, ընդմիջում է վերցնում իր պարտավորությունների կատարման, ոնց որ եղավ այդ ինքնաթիռի խոցման հետ կապված պատմությունից հետո։ Որովհետև հիմա Ադրբեջանը առավել անբարենպաստ պայմաններում է, քան նույնիսկ նախկինում էր նման լայնածավալ հարձակում սկսելու համար եւ դա կապված է մի կողմից նրա հետ, որ Հայաստանը այսպես անակնկալ համաձայնվեց ըստ էության բոլոր Ադրբեջանի պայմաններին բուն համաձայնագրի տեքստի հետ կապված եւ ամբողջ աշխարհը սկսեց ողջունել, որ վերջապես այդ խաղաղությունը կհաստատվի, վերջապես համաձայնությունը եղավ, որտեղ Ադրբեջանը բավականին երկիմաց դիրքում հայտնվեց, երբ որ ինքը հիմա ձգձգելով այդ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ըստ էության իր վրա է վերցնում պատասխանատվությունը որպես դեստրուկտիվ կողմ, ինչը շատերը գիտեն, բայց այսպես ապացուցված չէր, հա, նա ասում էր դե մենք բանակցում ենք, Հայաստանը համառում է ինչ-որ հարցերում եւ այլն, հա, իսկ հիմա Հայաստան ոչ մանում չհամառեց եւ անգամ սուր քննադատության գնով, որ իր հասցեին եղավ փորձագիտական հանրության կողմից Հայաստանի ընդդիմության կողմից, բայց Նիկոլ Փաշինյանը գնաց այդ քայլին։ Ենթադրում եմ նաեւ ունենալով որոշ տեղեկություններ ինչ որ նախապատրաստվող էսկալացիայի մասին, իսկ դրա տվյալները միայն այն չէին, որ ենթադրում եմ միայն այն չէր, որ Ադրբեջանում հայտարարվեց մամուլով, իսկ այնտեղ մամուլում նման բաներ հրապարակվում է Ալիևի адմինիստրացիայի ուղիղ թելադրանքով, որ իբր ապրիլին Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա։ Ինչ նշանակում է, որ Ադրբեջանն էր պատրաստվում ապրիլին հարձակվել Հայաստանի վրա, եթե ոչ ավելի շուտ։ Հիմա այս քայլով փաստորեն դա ինչ որ իմաստով կանխվեց հերիք չի, բայց նաև այս միջազգային արձագանքը բերում է նրան, որ ուրիշ շրջանակ է ձևավորվում տարածաշրջանային, դեէսկալացված ավելի այսպես շրջանակ քաղաքական, բայց դրան գումարվում է նաև Միացյալ Նահանգների ռազմական տեխնիկայի եւ նաև ստորաբաժանումների մուտքը Հայաստան հայտնի ծորավարությունների կապակցությամբ, որ պետք է տեղի ունենան հուլիսին։ Ճիշտ է, դրանց ներկայությունը ժամանակավոր է լինելու, օգոստոսին պետք է հետ վերադառնան Գերմանիայի իրենց մշտական դիրքավորման տեղերը, չնայած հուսանք, որ ոչ էլ կվերադառնան օրինակ հատկապես զենքի զինամթերքի մասով, հա, կամ ոչ ամբողջությամբ կվերադարձնեն դա։ Բայց նման պայմաններում, երբ որ տեղում ներկա են ոչ միայն եվրոպական դիտորդները, այլ նաև Միացյալ Նահանգների զինված ուժերը, ասենք Ադրբեջանի համար առավել քան անբարենպաստ է ինչ-որ ռազմական էսկալացիա սկսել, հասկանալի է, չէ՞։ Էլ չեմ խոսում դրա մասին, որ հիմա Նովրուզ բայրամն է սկսվել, որը տևելու է մինչև ամսվա վերջ։ Եվ այդ ամբողջը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ավելի շատ ինչ-որ ցուցադրական ինչ-որ քայլեր անում, ջղացեկումներ,
բայց նաև ցուցադրական ուղղված Ռուսաստանին, որ փորձում եմ ինչ-որ բան անել, չի ստացվում։ Փորձում եմ ինչ անել, կասեցնել, այսինքն ցույց տալ, որ Հայաստանն է փորձում այդ խաղաղ։ Չէ, փորձում եմ ռազմական գործողություններ սկսել։ Այնուամենայնիվ ռազմական գործողություններ սկսել, ոչ թե Հայաստանն է դեստրուկտիվ, Հայաստանն է չեղարկում մեր խաղաղ բանակցությունները, որովհետև Հայաստանն է մեզ այլևս չի կարող այդպիսի բան ասել։ Եվ հերիք չի դա չի կարող ասել։ Սուտ է դուրս գալիս իր հայտարարությունները, որ իբր Հայաստանը կրակում է իրենց վրա, որտեղ եվրոդիտորդները ասում են ոչ մեկի վրա չի կրակել այդտեղ։ Սուտ են այդ ամբողջը։ Այսինքն ինքը գիտեր, չէ՞ որ բայց այդպիսի արձագանքներ լինելու եւ եվրոդիտորդներն այնտեղ կանգնած են, որ ինքը սուտ է դուրս գալու։ Բայց այդ դեպքում ինչի է այդ ամեն ինչը անում, եթե չի հարցակում։ Փաստա որ չի հարցակում եւ իդեպ այսօր Սուրեն Պապիկյանի նաեւ ասուլիսից տվյալ որ չկա հողի վրա էսկալացիայի այդ վտանգը։ Մեկնաբանությունը է, որ դա ուղղված է Ռուսաստանին, որ փորձում եմ, չի ստացվում։ Հարգելի Պուտին, այն որ մենք ձեզ խոստացել ենք, որ ձեր ՖՍԲ-ն պետք է կանգնի Հայաստանում եւ միասին պետք է ոչնչացնենք Հայաստանի ինքնիշխանությունը, կամ այնպիսի ճնշումներ պետք է գործադրեմ հատկապես համանդրության փոփոխությունների մասով, որ 5-րդ Շարասյանը մի կերպ վերակենդանացնենք Հայաստանում եւ կարողանան նախկին իշխանությունները խամաճիկ Ռուսաստանի խամաճիկները գանել իշխանության, չի ստացվում։ Հիմա գալով Թուրքիային, որտեվ դուք կապեցիք դա Թուրքիայի հետ, իրական Թուրքիայում շատ մտահոգիչ իրադարձություններ են տեղի ունենում։ Ես չգիտեմ ինչի վրա են մեր շատ հայրենակիցներ այսպես ուրախացել եւ ծափ տալիս այս ամեն ինչին ինչ որ տեղի ունենում, որտեվ ես այստեղ մեծ ռիսկեր եմ տեսնում։ Երբեմն Իմամօղլուի ազատ արձակման պահանջը դա էլ է հնչում, ձերի հետ միշտ էլ ձերի հետ ինչ որ առանձին բաներ կան, բայց դեռ այսպես տարերային հանրահավաքներ են, բայց ամսի 23-ին նախատեսված է ընդդիմության, այսինքն քեմալիստների, որոնց ներկայացուցիչն է Իմամօղլուն, մեծ հանրահավաքը, միասնական մեծ հանրահավաքը, համաթուրքական, որտեղ որ չի բացառում, որ պահանջեն հրաժարական Էրդողանի, իդեպ այդ օրը 23-ին պատրաստվում էին նաև հռչակել ընդդիմության միասնական տեխնացուի անունը, որը լինելու էր Էլի Իմամօղլուն, ուրեմն իրենց կողմից նախաձեռնվող, այսինքն պահանջը դրվելու արտահերթ նախագահական ընտրությունների, որտեղ հիմա Էրդողանի վարկանիշը բավական ցածր է, Իմամօղլուինը ըստ տարբեր գնահատականների 6-ից 10%-ով ավելի է, քան Էրդողանի վարկանիշը։ Եվ նման պայմաններում իհարկե Էրդողանը բավականին ռիսկային քայլեր արեց, ձերբակալելով Իմամօղլուին եւ նաեւ մի օր առաջ դրանից չեղյալ համարելով նրա բարձրագույն կրթության մասին դիպլոմը։ Լրիվ այն Խաչվակյանի պատմությունը դարձավ, ով ասաց, որ դիպլոմ չունեմ, կորցրել եմ, հա։ Հիմա այս դեպքում դրիվ հակառակն է, այս մարդը իրոք ունի դիպլոմ, 95 թվականին է ստացել, եթե չեմ սխալվում, հա, բայց 94 թվականին է ստացել, 90 թվականին մի ֆակուլտետից մյուս ֆակուլտետ տեղափոխվելուց հետո։ Այդ դիպլոմի հետ կապված խնդիր չունեն, չեն ասում կեղծ է կամ ասենք քննությունները սուտ է եղել եւ այլն, բայց ասում են այդ որ տեղափոխվել է մի ֆակուլտետից մյուս ֆակուլտետ, այդտեղ խախտում է ինչ որ եղել, ինչը բերում է նրան, որ այդ դիպլոմն էլ ուրեմն ապօրինի է, ոչ ինչ որ հեքիաթներ, որին ոչ մեկ չի հավատում եւ ակնհայտ է բոլորի համար, որ քաղաքական հետապնդումն է եւ եվրոպական ճնշումներ են սկսվել Թուրքիայի վրա, որ այդ ամեն ինչը դադարեցնեն այդ հետապնդումը քաղաքական։ Եվ ես ըստեղ եմ տեսնում ռիսկեր, որտեվ ճիշտ է, մեր մոտ այսպես այնպեսի բան կա, չէ, որ Թուրքիայում ինչքան վատ, այնքան հայերին լավ։ Իրականում այդպես չէ, էլի մենք ցավոք սրտի այն որ չենք աշխատում Թուրքիայի հետ չենք խոսում, չենք շփվում, այդ կապը չկա, բերում է նրան, որ տեսեք Ադրբեջանը, Ալիևը սերտագույն կապեր ունենալով կոնկրետ Էրդողանի եւ նրա իշխող կուսակցության հետ, բայց մենք հնարավորություն չենք ունենում ընդդիմության հետ գոնե ինչ-որ կապեր ստեղծել, չեմ ասում իշխանությունները։ Այդ հնարավորություն չենք ունենում, ես շփվելու բացակայության պատճառով։ Կուզենայի ավելի, եթե դուք քննադատում եք, ոչ թե հնարավորություն չունենք, այլ չենք անում։ Դե հնարավորություն չունենք։ Չենք շփվում, ոնց անենք։ Հնարավորություն ձևավորվում է շփման միջոցով։ Հնարավորություն կապ է ստեղծվում, կա, բայց դու չես անում, դա մի բան է, երկրորդը քեզ խոչընդոտում են, դու ոչ մի ձևով չես կա, հնարավորություն չունես։ Եկեք այդ հնարավորության ձևակերպումը փորձենք հասկանալ։ Այդ հնարավորություն չունենալը շփման բացակայության հետևանք է։ Եվ այս վերջի քայլը Նիկոլ Փաշինյանի ընդամենը փորձ էր այդ շփումը
ոչ թե վերականգնել, ստեղծել, ինչ որ շփում ստեղծել, ինչը միանգամից դրական արձագանքներ ունեցավ։ Տեսակ, հենց նույն ձեր մեջբերումները թուրքական մամուլից, որ ինչ ենք մենք ամեն ինչ պայմանավորում Ադրբեջանով, եթե մենք ունենք մեր սեփական շահերը տարածաշրջանում։ Այդ սեփական շահերի շուրջ մեր քննարկումը Թուրքիայի հետ չի ստացվում, որտեղ մենք մեր մոտ հակաթուրքականությունը այնքան խորն է, ամբողջ Թուրքիայի դեմ, հա, որ մենք զրկում ենք մեզ այդ հնարավորությունից աշխատել այն ուժերի հետ Թուրքիայում, որոնց հետ աշխատանքը կարող է հերանեկարային ռազմավարական առումով Հայաստանի համար շատ օգտակար լինել։ Ես տվյալ դեպքում խոսում եմ նաև քեմալականների մասին, որոնք որ շատ դժգոհ են Ալիևի պահվածքից, որով ինքը անվերապահորեն Էրդողանին աջակցեց, նաև քաղաքական աջակցություն ցուցաբերեց նախորդ ընտրությունների ընթացքում 23 թվականին։ Բայց նույնիսկ դա հնարավորություն չի տալիս մեզ օգտվենք այդ դրանից, այդ դժգոհությունից, որովհետև Ալիևը զուգահեռաբար, քանի որ մենք չենք աշխատում նույն քեմալականների հետ, ինքը զուգահեռաբար նաև թե քեմալականների հետ ինչ որ կապեր է հաստատում, լոբիստական, ֆինանսական ինչ որ հարցեր է լուծում եւ այլն, որպեսզի բոլորի հետ ինքը աշխատի եւ բոլորի համար մեր ճանապարհը փակ պահի։ Տեսեք, մենք գոնե 10 թվականի իրադարձություններից, հա, այդ պրոտոկոլներից Ցյուրիխյան պետք է դասեր քաղենք, հա։ 8-ը 13 տարի տևեց դա, 9-10։ 9։ Ինչ դասեր պետք է քաղենք, որ ցանկացած մերձեցում Թուրքիայի հետ խիստ անբարենպաստ է Հայաստանի մերձեցում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում խիստ անբարենպաստ է Ադրբեջանի համար եւ խիստ օգտակար կլներ մեզ Արցախի հարցում, առնվազն, էլ ուրիշ բան էլ որ չասենք, հա, հենց հայ թուրքականի բուն կարեւորությունը։ Եվ դա բերեց հիստերիայի Ադրբեջանում, Բաքվում թուրքական դրոշներ էին վառում, գազի մատակարարումը Ալիևը սպառնաց, որ դադարեցնի, եթե դա վավերացվի եւ այլն։ Տեսեք, ինչքան կարեւոր էր Ադրբեջանի համար մեր հարաբերությունները Թուրքիայի հետ չվերականգնվեն։ Եվ նա հասավ իր նպատակին, ինչի արդյունքում 20 թվականին Թուրքիայի հետ համատեղ Հայաստանի դեմ դուրս եկավ։ Իսկ դա կարող էր կանխվել 10 թվականի մեր պրոտոկոլների վավերացումով։ Հիմա տեսեք, էլի ինչ որ դաշտ է բացվում, եւ այդ դաշտը, երբ որ բացվում է, միանգամից հայտնվում են անձինք, որոնք հակաթուրքականության դրոշ են ասում են նեղ մաջարի, ոնց որ հենց հիմա է դա կարեւոր, սկսում են բարձրացնել եւ սենց տեսեք Գյումրիի ընտրությունները նույն։ Ասում է, ինչ որ ով որ այսինչին կողմ քվեարկի, նա թուրք է։ Տեսեք, դուք լրիվ խելապակ ասեք։ Ինչ է շնակում դուք թուրք բառը վերցնում եք բուլինգի հիմք եք դարձնում։ Այն պայմաններում, երբ որ գոնե հիմա ինչ որ հիմքեր են ձևավորվում, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով մենք լուծենք Ադրբեջանի հետ հարցերը, որ Ադրբեջանը այլևս չկարողանա համառի շատ հարցերում, բայց ոնց որ զորով այդ ռուսական նարատիվը, որ չէ, թշնամի մնացեք թուրքերի հետ, որ հանկարծ մեր կարիքը չպակասի ստեղ, որ միշտ թուրքերն էլ ձեր թշնամի լինեն, որ մենք ինչ ուզենանք ձեր գլխին սարքենք, ինչ տարածք ուզենանք ձեզանից պոկենք, ում ուզենանք էթնիկ զտամա ենթարկենք, մենակ թե դուք ասեք, որ ոչինչ, ռուսները ինչ էլ անեն ոչինչ, լավ են անում, կարևոր իրանք մեզ Թուրքիայից պաշտպանում են։ Այդ է։ Հիմա ուղղակի Թուրքիայի մասով ինչու՞մ է իմ անհանգստությունը։ Եվրոպական միության միջազգային կառույցների, նույնիսկ Միացյալ Նահանգների ճնշումները, այդ թվում օրինակ Եվրոպական միության տեղական ինքնակառավարման ուրեմն խորհրդի արձագանքը, քանի որ Ստամբուլը տեղական ինքնակառավարման մարմին է նաև, չէ, ինքը Ստամբուլի քաղաքապետարանը եւ Իմամօղլուն, Էկրամ Իմամօղլուն ուրեմն քաղաքապետ էր եւ հիմա վտանգ կա, որ ընդհանրապես իրեն կզրկեն այդ պաշտոնից արհեստականորեն նշանակելով իր փոխարեն իշխող կուսակցության ներկայացուցիչ ժամանակավոր պաշտոնակատար։ Եվ այդ ամեն ինչը կարող է բերի նրան, որ տեսեք, ոչ այնքան Էրդողանի դիրքերը սասանվեն եւ իրեն ընդհանրապես օրինակ impeachment հայտարարեն կամ ապահովեն, որ հեռանան, հա։ Այլ հակառակը, երբ որ ինքը ստիպված լինի ավելի դիկտատորական մեթոդներ կիրառի եւ գնա դեպի դիկտատուրա, իսկ դիկտատորները ոնց են իրենց իշխանությունը ամրապնդում։ Այլատիացության խորացմամբ, կրոնական մոլեռանդությամբ խորացմամբ, փակվելով աշխարհից, որը իր վրա ճնշում է գործադրում տվյալ դեպքում Եվրոմիությունից եւ Արևմուտքից, եւ դա ավելի բերելու է իրեն Ռուսաստանի հետ մերձեցման, դեպի արևելք նաեւ իր ազգայնական ինչ-որ նարատիվները զարգացման, իսկ դա էլի հայերի դեմ Հայաստանի դեմ է լինելու։ Եվ դա կարող է կանգնացնել այս կարգավորման process-ը հայ-թուրքական, եթե ոչ ավելի վատ, հա։ Եվ այստեղ է, որ ես այդ վտանգը տեսնում եմ, որտեվ հիմա Էրդողանը որոշակի հետաքրքրություն ցուցաբերում է Եվրոմիության հետ հարաբերությունների սերտացման, գոնե միջև այս դեպքերը։
որտեղ այնտեղ կա միասնական անվտանգային գոտու ստեղծման նոր համակարգ ստեղծելու ծրագիր, որը կարող է ՆԱՏՕ-ի զուգահեռ լինի, կարող է ՆԱՏՕ-ի ներսում լինի, որտեղ Ռասմուսենը ասում է, որ մենք Եվրոպայի ռազմական հզորացումը եւ այդ համակարգի ձևավորումը անվտանգային դիտարկում ենք որպես ՆԱՏՕ-ի մեջ շուներից մեկի ամրապնդում, այլ հետարքի ձևակերպում էր, հա, բայց ամեն դեպքում դա չգիտենք ուր կհասնի, ամեն դեպքում Թուրքիան հետաքրքրված է այդ գործընթացում եւ մանավանդ Եվրոպայի եւ Թուրքիայի դիրքորոշումը նաեւ բանի Պաղեստինի հարցում է գրեթե նույնական, հա, ու գրեթե այն իմաստով, որ երկուսն է ասում են, որ Պաղեստինի պետություն պետք է ստեղծվի եւ որ պաղեստինցիների հանդեպ տեղի ունեցողները անընդունելի է, ել չեմ խոսում Ռոմի ստատուտի շրջանակներում քրեական դատարանի որոշումը Նետանյահուին եւ Գալանին, պաշտպանության նախարարին Իսրայելի հետապնդելու եւ ըստ էության միջազգային հետախուզում է հայտարարվել ձերբակալելու նպատակով, ոնց որ Պուտինի հանդեպ նաեւ։ Դա Միլոշևիչի պատմությունն է, որ մենք ասում ենք Ալիևը հասցնելու է նա որ Միլիշովիչը որ ընկնի, Նետանյահուն, Պուտինը եւ այլն այդ ճանապարհին են արդեն գոնե արդեն հրամանը կա իրենց ձերբակալության, հա, իսկ որ ձերբակալվեն նաեւ կդատվեն։ Ուրիշ հարց է, որ նույն Եվրոպայում խնդիրներ կա այդ Նետանյահուին արտահանձնելու կապակցությամբ մի քանի երկրներ, խոշոր երկրներ, ցավոք սրտի նաև Գերմանիան եւ Լեհաստանը հայտարարեցին, որ իրենց դա չի վերաբերում եւ իրենց մոտ եթե Նետանյահուն գա, ոչ մեկ չի ձերբակալելու իրան հանձնի բանին, քրեական դատարանին։ Դա շատ մեծ հարված էր հեղինակությանը, քրեական միջազգային քրեական դատարանի, հա, եւ ինչ է նշանակում երկակի ստանդարտները, եթե դուք ընդունում եք այդ քրեական դատարանի իրավասությունը Պուտինի մասով, ուրեմն պետք է ընդհանրապես ընդունեք ցանկացածի մասով, հա։ Լավ, հələ այդ մի կողմ ուզում եմ ասեմ, որ նման պայմաններում, որ Էրդողանը ուզում էր դեպի Եվրոպա գնալ, ինչը մեզ շատ ձեռնտու էր, որտեղ նման պայմաններում նաև եվրոպական հորդորները, ըստ ճնշում արդեն չանվանենք Թուրքիային, Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել, կամաց ինչ որ արդյունքների էր բերելու եւ այդ փոքրիկ հաջողություններից մեկը է, որ Մարգարեի կամուրջը գիտեք 10 օրով թեկուզ ժամանակավոր բացվում է, որպեսզի Հայաստանի հումանիտար օգնությունը հասնի Սիրիա։ Դա էլ մի ուրիշ շատ կարևոր պատմություն է Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորումը նոր իշխանությունների օրոք, որ հանգարց Սիրիան չդառնա նոր վարձկանների մատակարարման վայր դեպի հնարավոր էսկալացիաների գոտի մեր տարածաշրջան, ոնց որ ժամանակին էր։ Այն ժամանակ Թուրքիան դա օգտագործում էր, որտեղ այնտեղ ըստ էության անտերություն էր, հա, Ասադը շատ փոքր մասին էր վերահսկում Սիրիայի, մի ահագին մասը անտերություն էր, անտերության վիճակում էլ Թուրքիան գնում էր այնտեղ ուրեմն վարձկաններ էր հավաքում, ուղարկում էր Արցախ։ Հիմա եթե Սիրիան վերահսկում է ամբողջ Սիրիայի տարածքը, էլ չի կարող ասել մենք այնտեղ չենք վերահսկում, դրա համար ինչ որ մեկը եկավ այդ վարձկաններին տարավ։ Ինքը պետք է թույլատվություն տա նշանակում այդ վարձկանների մատակարարմանը, իսկ եթե դու հարաբերություններ կարգավորում ես իր հետ, նաև այսպիսի քայլերով, ժեստերով իսկ դա ավելին հեռուն կարող է գնալ նաև, հա, ներ սիրիական կարգավորման ինչ որ ձև աջակցելու հաշվի առնելով նաև հայկական համայնքի այնտեղ արկայությունը, հաշվի առնելով հայ-եվրոպական սերտ կապեր եւ այլն, նաև Միացյալ Նահանգներում հայկական լոբիստական կառույցների ներգրավումը։ Այդ ամբողջ գործիքակազմը եթե գոյություն ունենար միասնական հայկական համակարգ եւ կարողանայինք օգտվել այդ ամենից եւ օգտագործել, դա էական անվտանգային բարձիկներ կապահովեր այդ մասով նաև Հայաստանին, բայց դա էլ հարց է թե այդ համակարգը կա չկա եւ եթե նույնիսկ կա իրար հետ համակարգերը կապ ունեն եւ ոնց են համագործակցում էլի վերադառնալով Թուրքիա այս պարագայում մենք իհարկե շատ մեր համար մտահոգիչ պետք է լինի որ Թուրքիայի այդպիսի իրադարձությունները իհարկե որ ձերբակալեցին Իմամ Օղլուին, բայց դա մեզանից կախված բան չի, հա, եւ մենք պետք է շատ զգուշ լինենք մեր աջակցության, հանրային աջակցության մասով կոնկրետ որևէ կողմին Թուրքիայում, հա, որտեվ Ալիևը նույն հիմա դա սկսել է օգտագործել Թուրքիայում իշխող կուսակցություն ցույց տալուն, որ հեսա Հայաստանը ձեր ընդդիմության կողմնակիցն է, տեսեք, այնտեղ որջը հակա Էրդողանյան, ընդ որում ընդդիմության դա չի էլ հասնելու, որ առանձնապես որ Հայաստանում ինչ-որ աջակցություն կա, պետք չի ընդհանրապես ներգրավել, ներքաշվել այսպիսի էմոցիոնալ ձևով Թուրքիայի ներքին քաղաքական հարցերին, փորձագիտական մակարդակով կարելի է գնահատական տալ եւ այլն, բայց այսպիսի էմոցիոնալ բաներ, որ Էրդողանի դեմ ինչ-որ բաներ լինի, տակը հազարավոր լայքեր եւ տարածումներ եւ այլն, ասենց արշավ մի հատ էլ մենք ստեղ բանը Իմամ Օղլուի համար մի հատ արշավ կազմակերպենք Հայաստանում Էրդողանի դեմ, սա աբսուրդ է, էլի չի կարելի այդ աշճանի էմոցիաներին տրվել։ Թույլ տվեք դիվանագետները իրենց գործը անեն։